Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն, սուտ է, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ասաց անհրաժեշտ լինի տվյալները կգաղտնազերծի, բայց երբ որոշողը ինքն է։ Մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, սենց ասեմ։ Ամուսինս 90-ականների պատերազմը զոհվել տղաս նորազոհ որդուս 4 անչափահաս երեխաներն հետս։ Ձայներ, վախ, սարսափ, սաղ մարտունին թափվալն ապաստարանները, դե ինչ ասեմ, մի սուտկայում ջարդ են արել, իսկական ջարդ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվող մարդիկ էին պատմում։ 9-ամսյա բլոկադայից հետո 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում զոհվեց 223 մարդ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին։ Զոհերի թվում 5 երեխա կար։ Վիրավորվել էր 244 մարդ, այդ թվում քաղաքացիական անձինք, 20 հոգի անհետ կորավ։ Այս տվյալները Ադրբեջանի ագրեսիայից մի քանի ամիս անց հրապարակել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահը հանրայինի եթերում։ Ադրբեջանական կողմը հաղորդել էր առնվազն 191 զոհի մասին։ Կրակի դադարեցմանը զուգահեռ Բաքուն հայտարարում էր, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է, ինչից կարճ ժամանակ անց սկսեց Ղարաբաղի հայաթափումը։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները այդ օրերին գերեվարվեցին, եւ 2.5 տարի է Ադրբեջանը ոչ միայն ազատ չի արձակում նրանց, այլև դատապարտել է ծանրագույն հոդվածներով ընդհուպ մահազատազրկման։ Գանձասարն է մեր գյուղը։ Թուրքերը կան այնտեղ, ահագին զոհ են տվել գյուղից։ Ինչ ասեմ։ Մեր հողը, մեր ջուրը, մեր օդը եկան մեզ կոտորեցին, գրավեցին։ Ամեն դրվագ հերոսականությունն է, մարտական բազմաթիվ հենակետեր ուղղակի մինչև վերջին զինվորը նահատակվել է։ Եթե փախնելու մասին է, թող Նիկոլ Փաշինյանի զանգի Սուրեն Պապիկյանին ու հետաքրվի Սուրեն Պապիկյանի խորհրդական Կամո Վարդանյանից։ Փախել են թե չէ։ Թող արդեն արցախցի գեներալների, զինվորականների դուր այսօր ծառայություն են իրականացնում, որ եղել են մինչև վերջին օրը պաշտպանության բանակի զինծառայողներ, փախել են թե չէ։ Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Այսօրվա ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասում էր, ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, իսկ նախքան Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ամիսներ շարունակ հենց ինքն էր պնդում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունն է նախապատրաստում։ Սեպտեմբերյան դեպքերից հետո տեղի ունեցածը էթնիկ զտում որակող վարչապետը այսօր այդ նույն ձևակերպման օգտագործումը վնասակար համարեց, պատճառաբանելով, թե Ադրբեջանից էլ նույն ձևով կարձագանք են։ Բայց պաշտոնական Երևանի այս զգուշավորությունը չի խանգարում Բաքվին պարբերաբար այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մասին բարձրաձայնել, իսկ 2 տարի առաջ բանը հասավ նրան, որ Ալիևը Հայաստանից ճանաչում պահանջեց։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Մինչև իմ հրաժարականի օրը Հայաստանի պետության դիրքորոշումն է եղել, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Մինչ 2024-ի մարտ ամիսը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Փաշինյանի եւ նրա թիմի հետ աշխատած հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցած Էդմոն Մարուկյանն է պնդում, ինչ փոխվեց, որ Հայաստանի ղեկավարը այդ պնդումը այլևս չի անում։ Հայաստանը ունի հանձնարարություն Ադրբեջանից, Ալիևից, որ պետք է էթնիկ զտում չասեք, մաքրեք մեր վրայից այս վերքերը, արդարացնեք մեր գործողությունները, որպեսզի իրենք միջազգային քրեական կամ այլ տեսակի
անգամ ապագայում պատասխանատվություն չկրում։ Քննչական կոմիտեում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հոդվածով գործեր էին քննվում։ Այսօր փորձեցինք ճշտել ինչ փուլում են, արդյոք քննվում են, թե կարճվել են։ Քննչական կոմիտեից երկու հարցն էլ առանց մեկնաբանության թողեցին։